Ողջույն, հորիզոնի եթերում կրկին դիմանկար ծրագիրն է։ Դիմանկարն այսօր իր տաղավար է հյուրընկալել դերասանուհի Անի Գևորգյանին։ Ողջույն Անի ջան։ Բարև Նարինե ջան։ Ոնց ենք։ Լավ ենք, ոնց որ թե լավ ենք, գնում ենք առաջ, միասին։ Հիմա կբացենք երևի փակագծերը, որպեսզի հեռուստադիտողը հասկանա, թե ինչու միասին եւ ուր ենք գնում։ Անպայման, իհարկե անպայման դրա մասին կխոսենք, որովհետեւ հիմնական նպատակը մեր միասին այստեղ գտնվելու դրա համար է, բայց կարծում եմ նաեւ զրույցը շատ հետաքրքիր կլինի, որովհետեւ խոսելու ենք արվեստից, թատրոնից, այդ կախարդական աշխարհից, որ ինչքան էլ հոգնածես լինում, մեկ է, այնպես կախարդանքի մեջ ես ընկնում, որ հոգնածությունը անմիջապես անցնում է։ Բայց մինչև անցնել այդ շատ կարևոր թեմայի, ես ուզում եմ մեր հեռուստադիտողին մի քիչ ծանոթացնել քեզ հետ, Անի Գևորգյանի հետ։ Այ ով է Անի Գևորգյանը, դերասանուհի, ռեժիսոր, այո, այ ինչ կրթություն, ինչ խաղացած դերեր, որովհետև մի քանի օր առաջ ես ականատես եղա ձեր մի հրաշալի ներկայացմանը ես կինեմ, որտեղ 3 հրաշալի դերասանուհիներ էիք խաղում։ Ես հավատացած եմ եւ գիտեմ, որ դա քո հերթական դերերից մեկն էր, որովհետեւ դու Հայաստանում խաղացանկ ունեցող դերասանուհի ես եղել եւ պահանջարկ ունեցող դերասանուհի ես եղել, չէ՞։ Ես նաև այդ ներկայացման պիեսի հեղինակն էի դեպ, ես նաև գրում եմ։ Տեսնում ես։ Այսպես ինչքան բաներ կա ասելու։ Այո, եւ ինչ ասեմ, եթե այսպես էլի թվարկեմ, կարող եմ նշել նաև թարգմանիչ, որովհետեւ վերջերս թարգմանեցի Միխայել Չեխովի դերասանի տեխնիկայի մասին գիրքը ռուսերենից հայերեն, որը կարևոր դասագիրք է ապագա դերասանների եւ թեկուզ եւ կայացած դերասանների համար, իսկ խաղացած դերերից մասին կարող եմ ասել, որ իրականում շատ չեմ խաղացել, Նարինե ջան, ավելի շատ զբաղվել եմ շատ տարբեր ուղղություններով եմ զբաղվել եւ կոնկրետ բեմում այդքան շատ չեմ եղել։ Իմ հիմնական դերը եղել է այդ ես կին եմ ներկայացման մեջ, խաղացել եմ աղախիններում, այստեղ էլ մի քանի տարբեր ներկայացումներում եմ խաղացել, Բեռնարդ Ալբայի տունը խաղացի վերջերս եւ այլն։ Այ ինչը ստիպեց քեզ դերասանուհի դառնալ։ Մանկուց երազել էիր։ Երևի գիտես, բոլոր դերասանները սկսում են նույն տեղից, որ փոքր ժամանակ երազել եմ, այո։ Ես էլ օրիգինալ չեմ լինի, այո, այդպես էլ հենց եղել է։ Երևի կան երեխաներ, որոնց խաղի մեջ այդ ուրիշ աշխարհ ընկնելը, երևակայելը, ինչ որ դերեր, ինչ որ կերպարներ փորձելը իրենց խաղի մասն է կազմում։ Նույնը տեղի ունեցել ինձ հետ։ Ես միշտ այսպես ինչ որ կերպարներ էի խաղում, իմ մեջ ինչ որ աշխարհներ էի ստեղծում, ինքս խաղում էի, ինքս բեմադրում էի ու փաստորեն այդ ճանապարհը ինձ տարավ մինչև թատերական ինստիտուտ եւ հետո բեմ ու մի քիչ էլ կինո։ Դու այստեղ կարծեմ նաև սովորում ես եւ վերցրել էիր, չէ՞, քոլեջում դերասանի վարպետություն, թատրոն առարկան, ընդհանուր այսպես այստեղ այդպես են ասում, որ քո մասնագիտական ուղղությունը թատրոնն է, թե ինչ կդառնաս հետո արդեն դու ես որոշում։ Այո, երբ որ ես եկա այստեղ, ես ուզեցի հասկանալ տարբերությունները եւ իրականում ահագին նոր բան սովորեցի, որովհետեւ դպրոցների մեջ կա տարբերություն շատ։ Եվ հետաքրքիր էր, գիտեք, ինձ միշտ հարցնում են, որ դպրոցն ես նախընտրում, որ կրթություններ ավելի խորը, ավելի ճիշտ։ Ու ես միշտ պատասխանում եմ, որ իրականում ես այստեղ շատ նոր բաներ սովորեցի, բայց այն ինչ որ այստեղ են սովորում, չեն սովորում Հայաստանում եւ այն ինչ որ Հայաստանում են սովորում, այստեղ չեն սովորում, այնպես որ այս երկու մասնագիտական ուղղություններով կրթվելը հաստատ շատ օգտակար եղավ։ Որովհետեւ փաստորեն մենք կարծես ունիվերսալ
դերասաններ ենք, մասնագետներ ենք դառնում, որտեվ եւ Ստանիսլավսկի դպրոցը եւ այստեղ Բրեխտյան դպրոցն են։ Չէ, էլի ասեմ էլի Ստանիսլավսկի, բայց ոչ այդքան խորացած։ Հա, ուրիշ Ստանիսլավ։ Շատ ավելի մակերեսային, հա։ Այն ինչ որ հեշտ է, այն ինչ որ պրակտիկայի մեջ հարկավոր է, այդպես։ Պրոստը հետաքրքիր է անցկացնում ժամանակը, այսինքն էլի դու քո գործի, քո արվեստի, քո աշխարհի մեջ ես։ Հա, առանց դրա չի լինի։ Դու ինքդ էլ շատ լավ գիտես։ Հա, ես էլ գիտեմ, այդպես է։ Քո սեփական փորձից, չէ՞։ Հա, դա համար մենք երկուսով այսօր այստեղ ենք։ Լավ, անցնենք մեր ամենակարևոր թեմային, հա։ Մի հարց եմ ուզում տամ, հիմնականում դու եղել ես բեմում որպես դերասանուհի, այսօր բեմադրում ես։ Բեմադրում ես այս բարդ իրականության մեջ, որտեղ մարդիկ ավելի շատ թեթև ժանրի ներկայացումներ են ուզում նայեն, չէ՞, կարծես թե տենց ավելի է գրավում իրանց, եւ վերցրել ես մի գործ Ժան Անոյի Անտիգոնեն, որը բավականին բարդ եւ իր սյուժետային առումով եւ դերասանական առումով եւ կերպարների առումով գործ են, այդպես համարձակություն ես ունեցել, անին, որը այսպես փափուկ, այսպես հաճելի, այսպես կանացի, մեկ է մի հատ տենց պինդ գործ ա վերցրել եւ բեմադրում ես։ Ինչը քեզ ստիպեց ընտրել այդ գործը, ինչը քեզ ստիպեց ընտրել այդ գործը։ Մյուս հարցերը հետո կտամ։ Գիտես Նարինե, երևի իմ բնույթով ես ուղղակի չեմ կարող վերցնել ինչ որ թեթև ժանրի մի բան։ Ես միշտ ավելի շատ նախընտրում եմ ու սիրում եմ այն արվեստը, որը ավելի խորը ասելիք ունի, որը ավելի իմաստուն է, այնտեղ մտածելու բաներ կան։ Իմ բնույթին ավելի մոտ է դասական գրականությունը, քան թե ինչ որ կոմեդիան, ու էլի կոմեդիաներն էլ են դասական, բայց ոչ թեթև ժանրի։ Ու երբ որ մտածում էի ինչ որ բան բեմադրելու մասին, իսկ ինչի սկսեցի մտածել ինչ որ բան բեմադրելու մասին, որովհետև ես տեսնում եմ, որ Լոս Անջելեսում մի տեսակ թատրոնը այսպես առաջին քայլերը չէ, բայց ավելի սենց հստակ քայլերով գնում է դեպի զարգացում։ Արվում են ինչ-որ փորձեր, գնալով ակտիվություն է զարգանում։ Եվ ես մտածեցի, որ մի տեսակ հարկավոր է դրան մասնակցել, ինչ-որ քայլ անել, ինչ-որ մի բան էլ դու անես, ներդնես, որովհետև ես ունեմ ինչ-որ պաշար, ինչ-որ ասելիք, ինչ-որ բան, որ կարող եմ անել և որոշեցի մի բան բեմադրել։ Ինչ պիտի բեմադրեի, մի գործ, որը ինձ շատ հոգեհարազատ է և այո, իսկապես ռիսկային է այսօր այդ գործը բեմադրել, որովհետև այս գուցե և հեշտ ճանապարհ չանցնի սկզբում, բայց մենք կամաց պետք է հանդիսատեսին, հայ հանդիսատեսին ընտելացնենք, սովորենք, հորդորենք, որպեսզի գնան ոչ միայն թեթև ժանրի, զվարճալի ժամանցային ներկայացումների, այլ նաև արվեստը ինքը միայն զվարճանք ու հանգիստ չի։ Արվեստը ինքը շատ ավելի լուրջ ու շատ ավելի խորը բան է եւ մենք արվեստ սիրող ազգ ենք, մենք միշտ ունեցել ենք բարձր մշակույթ եւ ժամանակն է, որ որտեղ էլ որ լինենք, մենք պիտի մեր արվեստը զարգացնենք ու բարձրացնենք։ Գիտես, իմիջայլոց վերջերս, որ շփվում եմ արտասահմանցիների հետ եւ պատմում եմ, թե ինչ նախաձեռնություն ենք անում, հետաքրքրվում են ու ես այնքան հպարտությամբ եմ նշում, որ օրինակ մենք ունենք հայկական մշակութային կենտրոն AGB-յուն, որը Փասադենայում է եւ այնտեղ ներկայացումներ են գնում եւ մենք հայերս դեռ նոր եկած էստեղ համեմատաբար այո նոր եկած նոր ենք այսքան շատացել այո, բայց մենք զարգացնում ենք մեր թատրոնը, մեր մշակույթը, մեր արվեստը եւ բոլորը շատ զարմանում են, որովհետեւ բոլոր ազգերը չի որ այդ ճոխությունը ունեն, հասկանում ես։ Հա, ես կարծում եմ, որ դա իսկապես հպարտանալու բան է եւ հարկավոր է ունենալ ամենաբազմազան տեսակի ներկայացումներ, նաև դասական ներկայացումներ։ Լավ կլինի, որ դա վերածվի գործող թատրոնի, որ մարդիկ դուրս են գալիս
ասեն ուր գնանք, ասեն գնանք թատրոն, գնան տոմսարնեն ու մտնեն թատրոն։ Ճիշտ այնպես ինչպես Հայաստանում է, չէ՞, որովհետև մշակույթը զարգանա, ոչ թե մի ամիս առաջ տոմսարնեն, որ այս ինչ օրը թատրոն պետք է գնա։ Այսինքն թատրոնը լինի այնքան հասանելի եւ այնքան ցանկալի, որ մարդը այդ պահին ուզում է մի ներկայացում գնա նայի։ Տոմսարնում, նայում է, ոնց որ Հայաստանում։ Իսկ Հայաստանում արի ուտես, որ երբ որ այսպես հերվից եմ նայում ու գնահատում, բավականին թատերական կյանքը ակտիվ է, մարդիկ գնում են թատրոն։ Շատ-շատերն են սիրում գնալ թատրոն եւ ոչ միայն թեթև ժանրի։ Մարդիկ գնում են Համլետ են նայում, Շեքսպիր են նայում, տարբեր բաներ են նայում։ Ամեն ինչի հանդիսատեսը կա։ Լավ։ Դու միշտ եղել ես բեմում, այսօր դու բեմից ներքև ես, որպես ռեժիսոր, հա? Ոնց ես քեզ զգում այդ կարգավիճակի մեջ, հա, որ այսօր դու չես դերասանուհին, այլ դու ռեժիսոր ես այդ ներկայացման, որպես ռեժիսորին զգացողություններ ունես։ Ես էլի եմ բեմադրություններ արել, այս դերում ես նոր չեմ, բայց ես միշտ զբաղված եմ եղել զուտ ստեղծագործական աշխատանքով ու ես վայելելով արել եմ այդ աշխատանքը։ Այստեղ շատ դժվար է այդ առաջին քայլերը կատարել, որովհետև ես միայն թատրոնի շենքում եւ բեմի առաջ չեմ։ Ես ցավոք սրտի այսօր որպեսի ներկայացումը կայանա, ստիպված եմ անել բաներ, որոնք կյանքում առաջին անգամ եմ անում։ Փորձառություն չունեմ, տագնապը շատ է, ստրեսը շատ է, չգիտեմ, վազքը շատ է, բայց երևի այդպես է պետք, որպեսզի մի բան կայանա, դու պիտի չարչարվես։ Հակառակ դեպքում չի կարող մի բան կայանալ։ Շատ հետաքրքիր դերասանական ընտրություն ես կատարել, հա։ Սկսենք դերասաններից, որտեվ առանց դերասանների ներկայացումը ուզում եմ խոսել մի քիչ քո այդ ընտրության, դերասանական ընտրության մասին։ Ոնց առաջացավ։ Ասեմ, որ ես այնքան շնորհակալ եմ, որ իմ շուրջը կարողացա հավաքել այնպիսի մի խումբ, որը յուրաքանչյուրը, խմբի անդամներից յուրաքանչյուրը ուղղակի գանձ է այս պրոյեկտի համար։ Բոլորը տաղանդավոր, բոլորը սրտացավ, բոլորը մեծ սրտի տեր մարդիկ են, բոլորը անձնվիրաբար նվիրված են այս գործին եւ պրոֆեսիոնալներ են։ Ես կարծում եմ, որ ներկայացումը կստացվի, որովհետև ես իսկապես կարողացել եմ հրաշալի խումբ հավաքել։ Ես դա հպարտությամբ եմ ասում, որովհետև բոլորի մոտ չի, որ այդպես ստացվում է, այ ինչքան տարբեր թատրոններում շփվել եմ, աշխատել եմ, փորձել եմ, միշտ չի, որ այսենց ամուր կորիզա հավաքվում եւ ոչ միայն եւ բոլորն են լավը, զարմանալի բան, այ որ գաք տեսնեք, դուք ինքներդ կհամոզվեք դրանում, որ իմ բոլոր դերակատարները ուղակի փայլուն են։ Սկսենք Հովանես Բաբախանյանից, որը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, իսկ այստեղ կայացած դերասան եւ նույնիսկ ամերիկյան շուկայում, այո, Մարիանա Եղիազարյանը, որը խաղում է գլխավոր դերերից մեկը, Անտիգոնեի դերակատարն է հենց, որը նույնպես պրոֆեսիոնալ դերասանուհի, Նարինե Չիլինգարյանը, դայակի դերը, որը խաղում է միանգամից երկու կերպար, կգաք կտեսնեք, չեմ ուզում բացել ճակերտները, փակագծերը, ինչպես նաև Պապ Պողոսյանը, Աննա Գևորգյանը, Արթուր Դայանցը, բոլորը հրաշալի, փայլուն, իրենց ճիշտ տեղում եւ հրաշալի կատարումով։ Այդ մեկը հպարտությամբ եւ վստահ կարող եմ ասել։ Ես էլ որպես մասնակից հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր ռեժիսորն է Անի Գևորգյանը, որի հետ աշխատելուց ուղղակի հաճույք եւ բավականություն ենք ստանում։ Ազնվորեն Անի ջան, մի քիչ ես էլ խառնվում եմ այս գործի մեջ, ինչ որ մասնակցություն ունեմ։ Ես կարծում եմ մեր բոլոր դերասանները, ափսոս հնարավոր չէ բոլորին հրավիրել, կասեմ, որ քեզ հետ աշխատելը դա մեծ բավականություն է։ Գիտես, մի տեսակ նմանապես մի հատ sense թիմ է, որ արդեն ամեն օր իրար տեսնում ենք եւ մեկը մի քիչ ուշանում է կամ չի գալիս, բոլորս անհանգստանում ենք, ասում ենք
տեսնես ինչ ա եղել, չէ՞։ Բայց ասեմ ձեզ, որ այդպես համարյա թե չի լինում, որ մենք ունենք փորձ, ինչ որ մեկը պիտի գա եւ չի գալիս։ Եվ դա էլ է, չգիտեմ, բավականին դժվար այստեղի կյանքի պայմաններում կազմակերպել այդպիսի խումբ հավաքել, որ այդպես այո, առաջին հերթին որ բոլորը պրոֆեսիոնալ են, թատրոն սիրող եւ անձնազոհ են եւ պատասխանատու են, այո, որտեղ պրոֆեսիոնալ են, դրա համար են պատասխանատու։ Եվ երկրորդ գրավականը դա քո գործոնն է, ի հարգանքս քեզ բոլորս ուզում ենք, որ դու, որտեղ մենք տեսնում ենք, թե դու ինչ անհանգիստ վիճակում ես, ինչ որ ուզում ենք քեզ անպայման անգլերենով ասած սուպորտ աջակցենք, օգնենք եւ այդպես էլ հա, որպեսզի դու հանգիստ լինես, որ ամեն ինչ ես համոզված եմ, որ շատ լավ կլինի եւ կկայանա եւ մենք մի փոքրիկ տեսանյութ ունենք նկարած ռիլ այսօրվա նորաձև բառով եւ կխնդրենք մեր ռեժիսորին ինքը ցույց տա ձեզ մոտավորապես հասկանաք թե ինչա տեղի ունենալու բեմում Ունայնության, դատարկաբանության ու ոչնչության մեջ, հա? Ես քաչ չեմ։ Դրա! Հրամայում ես կարակ է։ Վերադարձանք մեր տաղավար, այ Անի ջան, մենք վերնագրի փոփոխություն ենք կատարել, չէ՞։ Ինչու փոխեցինք վերնագիրը։ Վերնագիրը մենք վերցրել ենք Անտիգոնե պիեսը, բայց վերնագրել ենք լինել թե չլինել։ Ինչու, որովհետև պիեսը հենց դրա մասին է, լինել թե չլինելու որոշման մասին, կայանալու, ինչ որ բան անելու թե չանելու, ընտրություն կատարելու մասին է։ Ի վերջո մարդկային կյանքի էության մասին է, թե ընդհանրապես մարդը ինչի համար է ապրում։ Չմոռանանք, որ Ժան Անույը էկզիստենցիալիստ գրող էր, էկզիստենցիալիզմի հիմնական խնդիրն էլ գոյաբանական խնդիրը, երբ որ մարդը կանգնում է այդ հարցի առաջ, ընդհանրապես իսկ ինչի համար է մարդը ապրում։ Լինել թե չլինել։ Ինձ թվում է սա լրիվ խոսում է ներկայացման մասին վերնագիրը։ Որտեղ այնտեղ երկու ճշմարտությունների բախում է տեղի ունենում, շատ խորը բախում։ Այո։ Եվ երկուսն էլ կանգնած են լինելու թե չլինելու առջև։ Այո։ Այս ներկայացումով ուզում եմ հարցնել մեզ երկուսի, սա ինչ ուղերձ ենք մենք ուղում հանդիսատեսին եւ ինչ ակնկալիք ունենք նրանցից։ Գիտես Նարինե, ինչ սկսել ենք բեմադրել, ես անընդհատ իսկապես անընդհատ մտածում եմ, իսկ ինչն է մեր կյանքի մի քիչ շատ երևի փիլիսոփայական կստացվի, բայց իսկապես ինչի համար է մարդը ապրում, որն է մարդկային կյանքի գոյության իմաստը, որովհետև անընդհատ ներկայացում է ինքը մղում է դրան, որ դու սկսես մտածել, ինչ ենք մենք անում, ինչ է մեր առօրյա կյանքը, ինչով է լցված մեր կյանքը, ինչին ենք ծառայում ի վերջո, որովհետև ես ուզում եմ, որ մարդիկ մի քիչ մտածելով դուրս գան թատրոնից, ոչ միայն գան ուղակի թեթևանան, հանգստանան, այլ նաև մտածեն
եւ ներկայացումը տալիս է այդ հնարավորությունը, հարցեր է բարձրացնում, որ դու սկսում ես մտածել, իսկ արդյոք ինքը ճիշտ էր, որ այդպես արեց, թե չէ։ Գուցե եւ կերպարը էլի նկատի ունեմ, գուցե եւ գտնվեն մարդիկ, որ ասեն ինչ հիմար բան արեց։ Նույնիսկ մեր փորձերի ժամանակ այդ քննարկումները գնում էին, հա, եւ բուրըն վեճեր էին գնում, որ ինչ է անում այս աղջիկը, ինչի համար պիտի գնար ինքը մահվան, այո, այդ զոհաբերությանը։ Արդյոք դա ճիշտ էր, թե չէ, բայց ինքը պայքարում է իր ճշմարտության, իր խղճի համար, դեմ գնալով համակարգին, դեմ գնալով իշխանությանը, եւ իրոք ամեն մարդ թող մտածի դրա մասին, էլի, արդյոք ո՞րն է կյանքի նպատակը, ինչի համար ենք ապրում, որ այսպես հանգիստ, խաղաղ, հարմարված մնանք, թե որպեսզի ինչ որ կռիվ տանք, ինչ որ բանի համար պայքարենք, ինչ որ մի բան ստեղծենք, ինչ որ մի բան փորձենք փոխել, չգիտեմ։ Մարտեությունը այդպես է միշտ դե քիչ մարդիկ կան, որ ամեն ինչին հարմարվում են, հիմնականում մարտեությունը պայքարող է, պայքար բառը հենց այնպես չի սկսվել, մեծատառով մարդը, այո, բայց ցավոք սրտի իրականում մարդիկ այդքան էլ ավելի շատ հարմարվող են ու իրենց, չգիտեմ, լավ, անցնենք մեր ներկայացման տեխնիկական կողմին, որովհետև ներկայացումը կոլեկտիվ արվեստ է եւ միայնակ ոչինչ չես կարող անել, այն ինչ որ դերասանները խաղում են, դերերը սովորում են, փորձերը արվում են, բայց դրան ինչքան կողքից օգնող ուժեր են պետք, որպեսզի ինքը կայանա եւ այդտեղ են մեր բախտը բերել է, հա, որտեղ մենք կարողացել ենք գտնել այդ մարդկանց, այսինքն այդ մարդիկ հավատացել են քեզ, քո թիմին, քո ընտրությանը եւ փորձել են հնարավորինս օգնել, չէ՞։ Պետք է անպայման նրանց շնորհակալություն հիշել, ասել եւ շնորհակալություն հայտնել։ Անպայման։ Ես ուզում եմ ցույց տալ մեր պաստառը, թեև երևի ավելի լավ որակով ցույց կտրվի եւ նշել մեր հովանավորներին, առանց որոնց ուղղակի տեղի չէր ունենա ոչ մի բան, որովհետեւ առանց հովանավորի ոչինչ հնարավոր չի անել։ Այստեղ այդպես է։ Եվ ուզում եմ ասել, որ ներկայացումը ներկայացնում է Hayem Charity Foundation-ը, որոնց մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել իրենց աջակցության համար, ինչպես նաև ուզում եմ հերթով նշել մեր բոլոր հովանավորներին եւ հայտնել իմ շնորհակալությունը։ Օրինակ, հենց նույն այս պաստառի հեղինակ Լեմենչ ֆոտոգրաֆին, որոնք օր ու գիշեր անխոնջ աշխատանք են կատարում, որպեսզի օգնեն մեզ ձևավորումով, պաստառի ձևավորումով, տեսանյութերի ձևավորումով, գովազդային տարածման հարցերում եւ Լեմենչ ֆոտոգրաֆին պրոֆեսիոնալ նորաստեղծ մի խումբ է, որը հրաշալի լուսանկարներ եւ տեսահոլովակներ է նկարում։ Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Ventlab ինժեներական ընկերությանը, մի ուրիշ պրոֆեսիոնալների խումբ, որոնք հրաշալի աշխատում են։ Մեծ շնորհակալություն Sound of Children երաժշտական դպրոցին, որոնք հայ երեխաներին մեջ արվեստ են սերմանում, օգնում են, որպեսզի հայ երեխաները հայեցի մեծանան, մեծ եւ շատ կարեւոր գործ են կատարում։ Նշեմ Արևիկ մանկապատանեկան ընկերությանը, որոնք արդեն քանի տարի մանկական գրականություն են տպագրում եւ դասագրքեր, նշեմ Secret Garden ծաղկի սրահը, հրաշալի ծաղկեփնջեր պատրաստող, հրաշալի մարդիկ, մեծ սրտի տեր եւ այսպես էլի մեծ օգնություն ցուցաբերեցին նրանք էլ մեր ներկայացման կայացմանը, ինչպես նաև Armenian Women Power, US Armenian Women Power Facebook-յան ընկերությունը, որոնք էլի ինֆորմացիոն տարածում, այո, եւ չեմ կարող չնշել հենց AGBU
մշակութային կենտրոնի տնօրինությանը իմ շնորհակալությունը ուզում եմ անպայման հայտնել, որովհետև առանձնապես նանորին, հատկապես նանորին, այո, որովհետև եթե իրենց աջակցությունը չլիներ, մենք ինչքան էլ չարչարվեինք, ոչինչ չէր ստացվելու։ Բոլոր հնարավորությունները տալիս են, որ մենք կարողանանք փորձել այնտեղ։ Այո, ինչը որ այսօր շատ դժվար է գտնել այդպիսի պայմաններ, այդպիսի առաջարկություններ, այդքան ընդառաջող մեզ ամեն հարցով ընդառաջող, իսկապես շատ-շատ շնորհակալ եմ։ Եվ նույնիսկ ուզում եմ նշել Թիքեթ Միքեթին, որոնք նույնպես սրտացավ են եւ ուզում են ամեն ինչ անում են, որպեսզի մեր գործը հաջող ստացվի։ Այսպես Դե շնորհակալությունը շատ կարևոր բան է։ Ինչպես նաև եթե կարելի է ոչ միայն հովանավորներին նշեմ, այլ նաև մեր ներկայացման աջակիցներին, չէ, ոչ միայն աջակիցներին, այլ նաև հենց ստեղծագործական կազմին նշեմ, օրինակ Զավեն Խաչիկյանի անունն եմ ուզում հատուկ շեշտել, որը ներկայացման լուսանկարներն է կատարել, հրաշալի մարդ, հրաշալի արվեստագետ, պրոֆեսիոնալ եւ բարձր արվեստագետ։ Ուզում եմ նշել Հող երաժշտական խումբը եւ խորին շնորհակալություն հայտնել նրանց, որոնք իրենց երաժշտությունը օգտագործելու թույլտվությունը տվեցին մեզ, իսկ երաժշտությունը հրաշալի է, դուք եթե գաք ներկայացմանը ինքներդ կհամոզվեք, որ ուղղակի հրաշալի երաժշտություն ունեն իրենք։ Շատ շնորհակալություն նաեւ իրենց։ Բոլորին ասեցինք շնորհակալություն, եթե նոր մարդիկ կհայտնվեն, իհարկե մենք էլի շնորհակալ կլինենք, որովհետև մեր դռները միշտ բաց են։ Ինչպես նաև մեկ հովանավորի էլ նշեմ, որ վերջերս մեզ միացավ եւ էլի կեցեն իրենք Նազարյան իրավաբանական ընկերությունը, նրանք զբաղվում են վթարների եւ պատահարների պատճառով տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու հարցով, այսպիսի կարևոր գործ են անում իրենք։ Սա էլ մեր հովանավորներն են, որոնց իհարկե շատ շնորհակալ ենք, առանց նրանց այս ամենը տեղի չէր ունենա։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ նոյեմբերի 19-ին, դեկտեմբերի 3-ին եւ 9-ին Փասադենայի մշակութային կենտրոնում AGB-ի դահլիճում տեղի ունենալու լինել թե չլինել դրաման ներկայացումը նախադեպը չունեցող առաջին անգամ Լոս Անջելեսում այդպեսի ծանր չէ, լուրջ Չէ, իրականում ծանր չի, հանկարծ չվախենար, որտեղ այնտեղ շատ հումորային տեսարաններ կային, ամեն ինչ չափի եւ ճիշտ իր վիճակի մեջ է, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, եթե սիրում եք արվեստ, թատրոն, իսկ արվեստ թատրոն չի կարելի ուղղակի չսիրել, համեցեք դիտելու, լինել թե չլինել եւ դուք ինքներդ էլ որոշեք կյանքում որտեղ լինել եւ որտեղ չլինել։ Այո։ Եվ տոմսերը կարող եք ձեռք բերել Թիքեթ Միքեթ կայքից կամ զանգահարել Թիքեթ Միքեթին 818 265 0506 հեռախոսահամարով։ Իսկ կարծում եմ Լոս Անջելեսում մեկը չկա, որ չիմանա Թիքեթ Միքեթին։ Ինքան էլ գեղեցիկ անուն են ընտրել Թիքեթ Միքեթ։ Լինել չլինել։ Այո։ Էլ ինչ ունենք ասելու մեր հեռուստադիտողներին։ Համեցեք մեր ներկայացմանը, եղեք ակտիվ, սիրեք թատրոնը, սիրեք արվեստը։ Հայերս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր արվեստը կայանա ամենտեղ, որտեղ որ մենք կանք։ Եվ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Դուք էլ կարող եք նպաստել դրան ձեր ակտիվությամբ։ Այո, վերջիվերջո թատրոնը խաղում ենք հանդիսատեսի համար ինքներս, ինքնանպատակ չի թատրոն խաղալը, այնպես որ հավատացած եմ, որ դահլիճից խորհելով դուրս կգաք։ Եվ շատ տպավորված, որովհետև ներկայացումը շատ զգացմունքային ներկայացում է, եւ ես վստահ եմ, որ ոչ ոք անտարբեր չի մնա։ Երևի թե այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։ Կհանդիպենք նոյեմբերի 19-ին, դեկտեմբերի 3-ին կամ դեկտեմբերի 9-ին։ Համեցեք 3 օրերից մեկը։
Շնորհակալություն Անի ջան, որ հյուրընկալեցիր ինձ, անդադ փորձում էինք, բայց ինչ որ կերպ չէր ստացվում, սա լավ առիթ էր իրար հետ հանդիպելու, խոսելու, զրուցելու թատրոնից։ Ես էլ եմ շնորհակալ Նարինե ջան։ Իսկ դուք ապրեք առողջ, երջանիկ, եղեք խաղաղ եւ հաճախեք թատրոն։